Օրհնյալ է մեր հայրը, Օրհնի։ գիտեք, քույրեր եղբայրներ, այդ օրերի մեջ մանավանդ հիվանդանոցում մի օր մի հատ քույրիկ կիսվավ անկեղծ ասեց, եղբայր, ես մի շաբաթ առաջ մտածում էի, որ մեր եկեղեցում սեր չկա, սառը ենք, անտարբեր ենք, բայց հիմա տենում եմ, որ ուղղակի առիթ չի ելել, որ ժողովրդի սերն ու վերաբերմունքը երևա։ Այդ առիթով ես տենում եմ, որ ամբողջ ժողովուրդը, եկեղեցիները, որ դե լսել են, ես ոչ մեկին չեմ զանգել, ասել, որ աղոթ կարեք, բայց մարդիկ իրանց հոժար կամքով անկախ մեր ուզելուց միաբանվել են մեր այդ դժվարության մեջ եղած փորձության հետ։ Տերը օրհնի ձեզի, ձեր ամեն խնդիրների մեջ մի բան հաստատ իմացեք, Տերը մեր հետ է, Տերը հեռու չի, Տերը մեր ներսն է, բայց Տերը գործ անում մեր մեջ։ Օրհնյալ լինի իր անունը։ Այս ամեն ինչի մեջ ես նոր նստած այսօր էլի որ հելել եմ, դե ուշու միտքես առաջինը Տերն է, հետո միտք է գալիս, կսկից վերով։ Երեխեն, ինչի Տերը թույլ տվեց, ինչի տենց արեց։ Գիտեք, ծանր բան է, շատ ծանր է։ Եթե Հիսուսը չօգնի, անտանելի բան է, մարդու սիրտը չի դիմանա։ Օրհնյալ է ինքը, որ միշտ հավատարիմ է պահելու։ Հիսուս խոսում է անիրավ դատավորի առակի մեջ, որ անիրավ դատավորը վերջը իրավունք արեց, որպեսզի կնոջը ազատեց իր թշնամուց, իր թշվառ վիճակից դուրս եկավ այդ կինը։ Բայց Հիսուսն ասում է նրանց Աստված միթե չի տա իր զավակներին, որ գիշեր ցերեկ կխնդրեն, բայց այդ չտալու մեջ օրինակ թարմը դեպք է, որ Աստված այդքան խնդրինք, մենք հույս ունեինք, որ մի հատ հրաշք կլինի, երեխեն հրաշքով ոտիկ կանգնի, կգա, հələ ես պատկերացնում էի, Սվետին ասում էի ազիզ, պատկերացնում ես, Տերը երոյին լրիվ առողջացնի, ելնի ինձ իշնի, ասի արա գոնե մի հատ շալվար տվեք հագնեմ, ամոթ հա, գիտեք, այդ հույսերն ու փափագները, մեր նախապաշարումները, ասենք, չէ թե Տերը հուսախաբար է, չէ, Աստված մարդու փափագը չի, որ պիտի լեցնի, Հիսուսի նպատակը նախ երկնավոր հոր փափագը լեցնելն է, որ Աստված այնպես սիրեց աշխարհը, այսինքն այդ մեղավոր մարդկությանը, որ միջև իր միածին որդուն տվեց։ Ճամբարում մկրտվել է Սուրբ Հոգով, իրանց հետ ասենք այնտեղ դաստիարակ քույրիկը վերջը, որ մկրտվել է, հարցրել է Էրիկ ջան, բա որ մկրտվար, ասենք այդքան ունեցար, Հիսուսից ինչ կուզեիր։ Երեխան ասել էր Հիսուսին խնդրել է, որ ինձ տանի իր մոտ։ Ինձ հոգնել էր այդ երեխան այս կյանքից։ Հիմա եկավ սենց էլ Տերը տարավ։ Իր խնդրանքն էր։ Սուրբ Հոգով մկրտվելուց հետո խնդրել է, որ տանի իր մոտ։ Տերն էլ տարել է։ Փառք իրան։ Մեր հույսը երկինքն է, մեր ապաշխարության նպատակը երկինք ժառանգելն է։ Հիմա երեխան ընդեղ է, փառք Տիրոջը, ես երկրորդ օրը որ աղոթում էի Հիսուսին, ասի Տեր, օրհնի երոյին, հոգուս մեջ հասկացրեց, որ երոն իմն է, դու ինձ ուղղություն ցույց մի տուր, ես իր հետ ոնց վերաբերվեմ, դու մենակ գոհացի ու փառք տուր ինձ։ Ու այդ պահին հոգուս աչքերով տենում էի, որ Հիսուս նստած է երեխու հետ կռավատի կողքը ու ընդեղ է միշտ իր հետ է։ Գիտեք, մենք ինչքան էլ սիրենք մեր երեխեքին, Հիսուսի չափ չենք սիրի, որտեղ Հիսուսն ինքն է ստեղծե, կյանք ա տվե, հոգի ա տվե, նորից իր կյանքն ա տվե, երկրորդ անգամ որ փրկի մեզի,
որ չկորենք չարի հետ, ու փառք իրան ամեն ինչի համար։ Հիմա ճիշտ է, իմ զգացմունքները են, հոգուս բաները մի քիչ լարված են այդ կարոտից։ Դու մեր Հայաթը տեսար չէ, դու ախպեր, ես մեր Հայաթի կանանչ երեխաներ խաղամ, նստած ստեղ ասում եմ Երու ջան, ստեղ էլ իր այդ գազոնը քաղեիր ախպերս, հետո միտք ա գալիս, որ թեկուզ Հիսուսն էլ ասի Երու ջան կեթաս տուն, հետ կեթաս, երոնք ասի չէ, չեմ ուզում եթամ ընդեղ, որտև ստեղ ընձի սախսիրում են, բայց ընդեղ ընձի գործ են տալիս անելու էս արա, են արա, գիտեք, ընդեղ այդ հողը չի ուզենա հետ գա, հմի մեր նպատակը ընդեղ ա, ուզում եմ ուղղակի խնդրած ելնեմ այս վիճակի մեջ, ես էլ զղջում ունեմ, չնայած ես երեխուն հայել սիրել եմ, բայց կարա ավելի սիրեի։ Եկեք սիրենք իրարի, ուղղակի սիրենք, Տերը օրհնի ձեզի, քույրեր եղբայրներ,